Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15 կետանոց ծրագիրը։ Նա հայտարարել է, իսրայելական զորքերի դուրսբերումը տեղի չի ունենա մինչև Համասն իսկապես չզինաթափվի։ Զինվորականները կշարունակեն վերացնել Իսրայելի եւ նրա քաղաքացիների դեմ սպառնալիքները, հավելել է Նեթանյահուն։ Նրա խոսքով այժմ Իսրայելը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ հետագա քայլերի շուրջ։ Որոշ գաղափարներ ընդունելի են, որոշները ոչ, եւ մենք գիտենք ինչպես պաշտպանել մեր դիրքորոշումն այդ հարցերի շուրջ, ասել է նա։ Թրամփի ստեղծած խաղաղության խորհուրդը հուլիսի վերջին համաձայնության էր հասել Համասի եւ Գազայի այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ, սակայն Համասը հայտարարել էր, որ ծանր զինամթերքի հանձնումը կախված է իսրայելական ագրեսիայի դադարեցումից եւ Գազայից զորքերի դուրսբերումից։ Համասն օգոստոսի 9-ին վերահաստատել է, որ հանձնառու է միջնորդների եւ խաղաղության խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին կապված հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրագործման հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ չեն ընթանում։ Տեղի է ունենում հաղորդագրությունների փոխանակում միջնորդների միջոցով, ինչը նրա խոսքով չի կարելի բանակցություն անվանել։ Արաղչին նշել է, Թեհրանի տեսանկյունից բանակցություններ հնարավոր չեն, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի փոխըմբռնման հուշագրի խախտումները։ Իրանի արտգործնախարարը հաստատել է, որ Օմանի հետ համաձայնությունը մոտ է կապված Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիների հաստատման հետ։ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել արդյունաբերական եւ քաղաքացիական օբյեկտների Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում։ Կան զոհեր, Թաթարստանում սուք է հայտարարվել։ Ընդհանուր առմամբ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության երկրի տարբեր շրջաններում խոցվել է ավելի քան 450 ԱԹՍ։ Երկրի արևմուտքում մի քանի օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Ռուսաստանն էլ ավիառումբերով հարվածել է Սումիին, կան տուժածներ։ Օդեսայում թիրախավորվել են էներգետիկ ենթակառուցվածքները։ Եմենի զինված ուժերը հայտնել է, որ հութիները հարվածել են Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա քաղաքին։ Հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ, 30-ը վիրավորվել։ Զոհերի եւ տուժածների թվում կան քաղաքացիական անձինք եւ զինվորականներ։ Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի զորքերի հավաքատեղիները եւ զենքի պահեստները։ Եմենն ավելի քան 1 տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի։ Իրանի աջակցությունը վայելող հութիները գրավել են մայրաքաղաք Սանան եւ ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։ Ադենում գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։ Չինաստանի իշխանությունները երկրի արևելքից, այդ թվում Շանհայից ավելի քան 1 միլիոն մարդու են տարհանել Դելֆին թայֆունի պատճառով։ Ճետյանի նահանգում խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը։ Միայն Շանհայում չեղարկվել է 1400 չվերթ։ Փակվել են զբոսաշրջային հիմնական վայրերը, մարդկանց կոչ է արվել դուրս չգալ տնից։ Թայֆունը շարժվում է դեպի Չինաստանի խորքերը։ Իշխանությունները նախազգուշացրել են առաջիկա 3 օրերին տեղատարապ անձրևների, հեղեղումների եւ սողանքների վտանգի մասին։ Ավելի վաղ Դելֆին թայֆունի պատճառով Ֆիլիպիններում 8 մարդ է զոհվել։ Ճապոնիայում կան տուժածներ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։